Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան X-ի հարթակին շնորհավորեց Մոլդավիո նախագահ Մայա Սանդուն խորհրդարանական ընտրություններուն դարած հաղթանակին արիտով։ Ճերմորեն շնորհավորեմ նախագահ Սանդուն եւ Մոլդավիո ժողովուրդը խորհրդարանական ընտրություններու արդյունքներու եւ երկրի եվրոպական աբակայի հարաճխաղացման նվիրվածության գաբակցությամբ ըսված է Փաշինյանի գրառման մեջ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեքերինսկայայի հետ։ Կհայտնեն Հայաստանի արտաքին գործոստնախարարութենեն մանրամասնելով, որ հանդիպումը կայացած է Վարշավի անվտանգության համաժողովի շրջանակները ներս։ Զրուցակիցները քննարկած են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև փոխգործակցության ընդլայնման գարելիությունները։ Կողմնակությամբ նշված են ՆԱՏՕ անդամ երկիրներու տեսփաններուն վերջերս Երևան կդարած այցելությունը, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ խաղաղապահարակելություններուն։ Անդրադառնալով դարաշրջանային զարգացումներուն զրուցակիցները միտքեր փոխանակած են խաղաղության հաստատման գործին մեջ Վաշինգտոնի համաձայնություններու կարևորության եւ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման հաղորդակցության ծրագիրի իրականացման շուրջ ըսված է արտաքին գործոստնախարարության դարածած հաղորդակցության մեջ։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան հերավար գարկով մասնակցած է ԱԲՀ անկախ պետություններու համագործակցության պետություններու կառավարություններու ղեկավարներու հերթական նիստին։ Հայաստանի փոխվարչապետը իր ելույթի մեջ նշած է, որ այս տարվան առաջին կիսամյակին Հայաստանի եւ ԱԲՀ երկիրներու միջև արևդրական շրջանառությունը կազմած է մոտ 4 միլիարդ ամերիկյան դոլար արձանագրելով, որ նախորդ տարվան նույն ժամանակահատվածին համեմատ ցուցանիշները քիչ նվազած են։ Փոխվարչապետը իր ելույթի մեջ նշած է, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնարարու է դարաձաշրջանային փոխգաբակցվածության օրագարկին եւ Ադրբեջանի վարչապետի Ալի Ասադովի ելույթին ի պատասխան փոխվարչապետը հայտնած է, որ հարգ է ցերմբահ մնալ Զանգեզուրի միջանցքի եզրույթի օգտագործում են, ավելցնելով, որ ըստ երկիրներու միջև ստորագրված բարձր մագարտակի փաստաթուղթերու ավաշրջապակման բարունակի մեջ պետք է օգտագործել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման սահմանումը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ եւ վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարած են, որ համաձայնեցուցած են Գազայի հատվածին խաղաղ ղեկավարման ծրագիրը։ Այն ունի 21 կետ եւ նախադեсած է իշխանութենեն Համասի հերացում եւ դարածքի աբարազմականացում Թրամփի գլխավորությամբ ստեղծվելիք միջազգային խորհրդի վերահսկողությամբ։ Ամերիկայի նախագահ ավելի գանուխ նաեւ հաստատած էր, որ Գազայի հետ պատերազմյան կառավարման մեջ կրնա մասնակցել Մեծ Բրիտանիա նախկին վարչապետ Թոնի Բլեր։ Կատարը, Սաուդական Արաբիան, Էմիրությունները, Եգիպտոսը, Թուրքիան եւ Ինդոնեզիան ողջունեցին Թրամփի Գազան վերականգնելու եւ պաղեստինցիներու արտաքաղթը խոչընդոտելու ծրագիրը։ Այս երկիրները հայտարարած են, որ պատրաստ են համագործակցելու ծրագիրի իրականացումը ապահովելու հարցով եւ բարտավորություն ստանձնած են աշխատելու Գազայի մեջ պատերազմի դադրեցման ուղղությամբ։ Իր հերթին Պաղեստինի ինքնավարության իշխանությունները հայտարարած են, որ հավատարիմ են Ամերիկայի եւ մեր գործընկերներու հետ համագործակցության Պաղեստինի պետության ստեղծման ճամփան շարունակելու համար։ Անոնք նաև ողջունած են նախագահ Թրամփի Գազայի մեջ հրատատար հաստատելու չանքերը եւ վստահություն հայտնած են խաղաղություն հաստատելու անոր ունակության։ Ինդոնեզիո Ջավա նահանգի մեջ փլուզված է իսլամական քիշերոթիկ դպրոցը գդարվածին պատճառով կան զոհեր եւ վիրավորներ։ Ինդոնեզիո լրատվական գայքի փոխանցմամբ փլադակներուն դակդագավին 7 երեխաներ կան։ Փլուզումը տեղի ունեցած է երեխաներու աղոթքի ժամանակ, զոհերու հստակ թիվը դեռ հայտնի չէ։ Աֆղանիստանը ղեկավարող Թալիբան շարժումը 3 ամբողջությամբ անջատած են երկիրը ինտերնետեն կայտնե միջազգային ինտերնետ ծառայությունը։ Քաբուլի քանի բնակիչներ BBC-ին ասած են, որ աշխատանքային օրվան ավարտին թատրած է կորձել համացանց կապը։ Աֆղանիստան այժմ պաշտոնապես առաջին տեղը կզբաղեցնե Հյուսիսային Կորեայի հետ մրցակցության մեջ համացանցը անջատելու հարցով։ Միջազգային Forbes ամսագիրը անդրադարձ կատարած է մեր երկրին։ Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի թիմադեդի էջին։ Այս ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է 3 կարևոր բաղադրիչ, որոնց ուղղությամբ ամենօրյա աշխատանք իրականացնենք՝ որակ, վստահություն եւ հարմարավետություն։ Ամսագրի մեջ ընդգծված է թվային առողջապահության միտված մեր բարեփոխումները, Հայաստանի արհեստագիտական եւ առողջապահական ոլորտներու համակցված գործակցությունը մեր երկիրը դարձնե գրավիչ միջավայրը։ Ադամնաբուժական ծառայություններ, պլաստիկ վիրաբուժություն, վերարտադրողական առողջություն, փոխպատվաստում եւ այլն այդ ծառայություններն են, որոնց համար Հայաստան գուքան տարբեր երկիրներ են։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը